Պարոն Շահինյան, բարև ձեզ, շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, մի քանի թեմաներ եք առանձնացրել, ազգային ժողովը 9-րդ գումարման, սկսել է իր աշխատանքները, ազգային ժողովի նախագահ ու փոխոստնակ ԿՊԱ-ականների ձայներով ընտրվեցին Ռուբեն Ռուբինյանը, Հայկ Կոնջորյանը, իմիջիայլոց ես կուզեմ նաև անդրադառնալ Հայկ Կոնջորյանի կնոջ $10,000 աշխատավարձով աշխատանքին, Հայփոստի տնօրենը $10,000 է ստանում, եւ դե գիտեք նաև եղբայրը վերջերս ինչ սկանդալի մեջ էր հայտնվել, խնդրեմ Ռուբինյանի հետ կապված Ռուբինյանը խոսում էր, որ իր 2-ամյա երեխան ծնվել է խաղաղ պայմաններում, ինքը ամեն ինչ անելու է, որ երեխաները ծնվեն ու մեծանան խաղաղ պայմաններում, սա շատ նորմալ կդիտվեր, եթե այսպիսի հայտարարություն չաներ հայ ժողովրդի գլխին 4 պատերազմ բերած իշխանության ներկայացուցիչը։ Խնդրեմ։ Եվ ամենակարևորը Ռուբինյանին հարց ուղեցին ուղիղ Տիգրանաշենը հանձնելու եք թե ոչ։ Այնպիսի պատասխաններ, որոնց ըստ էության այո հանձնելու են։ Խնդրեմ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Ռուբեն Ռուբինյանին մեկնաբանելը դա անշնորհակալ գործ է։ Մարդ, ով բացառիկ հատկություններ է կրում հակահայկական, հակապետական իր գործունեությամբ եւ կենսագրությամբ եւ պատահական չէր նրա ամենաբարձր պաշտոնում հայտնվելու հանգամանքը։ Ազգային ժողովի նախագահան ինքը բավականին լուրջ ֆիգուր է սահմանադրությունով եւ նրա ցանկացած հայտարարություն, գործունեություն միանգամից ազդեցություն է ունենում երկրի ներքին եւ արտաքին գործունեության վրա։ Այսօր հաշվի առնելով թե ինչ ծանր իրավիճակում է Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի գոյություն չունեցող կառավարությունը, այսինքն իրավաբանորեն գոյություն չունեցող այս կառավարությունը, այս ազգային ժողովը լեգիտիմ չէ, դա փաստ է եւ այդ փաստը տարբեր ձևաչափերով արձանագրվում է եւ ազդելու է Հայաստանի Հանրապետության անվտանգության եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության, բարեկեցության, գործունեության վրա։ Այս ողբերգալի իրադարձությունները, որ բերել են իրենք մեր պետության, մեր ազգի գլխին, շատ ցավալի հետևանքներ է ունենալու, որոնք դեռևս առջևում են։ Եվ ափսոս, որ նման չափեր ունեցող ռազմերների հետ իհարկե մարդը, որ ազգային ժողովի նախագահն է, իսկ ազգային ժողովը մենք կարող ենք ասել անպասպորտ մի կանտորա է, այդ հիմնարկը անձնագիր չունի, լեգիտիմություն չունի, բայց անելիք ունի, որը վերջնականապես ուզում են կործանել, զրկել Հայաստանի Հանրապետության պետականությունը, ինչին իրենք հետևողականորեն մոտեցել են այս ամբողջ իրենց գործունեության ընթացքում։ Այո, նրանք Տիգրանաշենը դե այնպես չի, որ պետք է Ռուբոն ասի, մենք դրանից հետևություններ անենք, իրենք դա վաղուց այդ պայմանավորվածությունները ձեռք են բերել եւ ոչ միայն այդ պայմանավորվածությունները, նշեցի, որ Փաշինյան Նիկոլը ծանր վիճակում է գտնվում, դա հենց այն վիճակն է, որ իրենց դրել են թակարդի մեջ։ Թակարդ, որը եկել է պարտքերը վճարելու, խոստումները տալու ժամանակահատվածը, ինչը ուղղակի եւ անուղղակի անդրադառնալու է մեր բոլորիս կյանքի գործունեության անվտանգության վրա։ Նախ Նիկոլ Փաշինյանը ինքը
չունի այն ազդեցությունը, որ կարողանա խորհրդարանին միանձնյա կառավարել։ Նման մեթոդներով, ձևերով ինքը փորձում է Գագիկ Ծառուկյանի դեպքով եւ մնացած մյուս քաղբանտարկյալների, քաղհասարակության ներկայացուցիչների, ընտրական process-ների ժամանակ տասնյակներով եւ հարյուրներով ձերբակալվածների հաշվին այդ վախը ինքը սրսկում է նաեւ իր թիմակիցների մեջ, դրանով փորձելով ցույց տալով, որ այս նույնը սպառնում է նաեւ ձեզ։ Սա ակնհայտ է, այստեղ երկրորդ տարբերակ չկա, մեկ ձայնը իր համար ինչքան կարևոր է եւ յուրօրինակ այն առաջարկությունները, որ իրենք արեցին Գագիկ Ծառուկյանին առնվազն 5 մանդատով բոլոր ապօրինությունները գործելով, տեղամասերը չեղարկելով եւ պետք է Բարգավաճ Հայաստան խմբակցությունը լիներ խորհրդարանում, ինքը գնաց այդ քայլին ստիպված հերքելով, հակասելով իր ամբողջ կյանքի գործունեության ընթացքում կատարած այն բոլոր հայտարարությունները, որ ընտրությունները կեղծվել են, եղել են ընտրակեղծիքներ, ոչ ազատ, վարչական ռեսուրսի կիրառում։ Եվ այս ամենը ամենաբարձր մակարդակով կատարվեց իր օրոք իր համար։ Գիշերը 1:30 արդեն տագնապի մեջ տեղամասերը 000 ԿՊ-ի ձայները եւ այդ տագնապի մեջ գալիս եւ հայտարարում է, որ ես վարչապետ եմ, այլապես Հայաստանը չի ունենա վարչապետ։ Նույն այս ամբողջ 18 թվականից եկած այդ ամբողջ հռետորաբանությունն է, այդ ամբողջ բառամթերքն է, որ ուզուրպացրել է իշխանությունը եւ ցանկացած ձևով, ցանկացած գնով նա պահելու է։ Թեկուզ եթե հարկ լինի, որ պետք է քայլի իր երեխաների վրայով, ինքը կքայլի չկորցնելու համար իր աթոռը, բայց աթոռը նա կկորցնի Ռուսաստան ՆԱՏՕ այս սրբազան պատերազմի ավարտից հետո Ռուսաստանի Դաշնության բացարձակ հաղթանակից հետո ինքը իր ձեռքով կհավաքի իր շորերը, քանի որ թե Աննա Հակոբյանը տանը չի լինի, որ օգնի, եւ հրաժեշտ կտա արդեն երկրի հակառակ կողմից։ Իսկ թե ինչ է անելու իր թիմը, ես այստեղ ուզում եմ իր թիմակիցներին եւս մեկ անգամ հորդորել. չափավոր եղեք ձեր արտահայտությունների եւ գործողությունների մեջ։ Դուք խորհրդարան եք ոչ լեգիտիմ, բայց խորհրդարանում եք եւ ներկայանում եք որպես падգամավոր, ներկայացնում եք Հայաստանի պարլամենտը։ Մի այդ խուժանության բազարի վերածեք այդ ամեն ինչը, բալագան եք սարքել։ Ամբողջ օրը եթերը սկսվում է հայոյանք, իրար մեղադրանքներ, իրար վրա ինչ որ հատատաներ, չափ ունեցեք եւ համեստությունը որոշակի չափով գոնե ձեզ ավելի կգեղեցկացնի, քան այն լպիրշությունը, որ դուք այդ թույն ու թարախը ձեր բերաններից թափում եք եւ ամբողջ հասարակությունը նյարդային վիճակով այս անորոշության մեջ նստած ձեր այլանդակություններն ու ձեր կապիկություններն է նայում եւ հետեւում։ Ձեզ զուսպ եղեք եւ շնորհք ունեցեք մի քիչ։ Տանից եք երևի դուրս եկել եւ մարդուց եք ծնվել։ Ձեր չափերի մեջ պահեք։ Հերու չի այն օրը, որ ապտակ եք ուտելու, մի հատ վզակոթին, մի հատ այտերին եւ գնալու եք ուղիղ քննիչների սենյակը։ Փորձեք այնպես ապրել, գոնե տարական հարգանք ունենաք, վաղը ձեր երեխաները ձեր փոխարեն գետինը չմտնեն։